Երբ որ ադրբեջանցիները հասկացան, որ իրենց այդ հազիվ ուշքի էին եկել, մի քիչ կազմակերպվել էին, փորձում էին հակահարձակվել, դա տեսան, որ դա չի ստացվում, ասացին դե լավ, ուրեմն հրադադար մի քիչ ավելի երկար պատրաստվելու ժամանակ է մեզ պետք։ Եվ ողբերգությունը այստեղ սա է։ Ադրբեջանցիները հրադադարը օգտագործում են պատրաստվելու համար, մենք հրադադարը ընկալում ենք որպես կապիտուլյացիայի ստորագրում։ Հա, եւ ասենք Վազգեն Սարգսյանը, Սամվել Բաբայանը իրենց ընկալում էին ոնց որ մարշալ Ժուկը, որը այնտեղ, չգիտեմ, Բերլինում ակտ է ստորագրել Վերմախտի կապիտուլյացիայի մասին, եթե տեսնեք, թե Սամվել Բաբայանը ինչ հպարտեսքով այնտեղ նստած լրիվ այդ Ժուկովի կերպարի մեջ էր, էլի, նույնիսկ այն դեպքում, երբ որ դա դեռ հրադադարի ստորագրությունը չէր, երբ որ այդ Գրաչով այդ խորհրդակցությունը կազմակերպել էր, դա այն տեղներ, որտեղ որոշվեց, որ հա, հետո ստորագրելու են, որտեղ ստորագրությունը ինքնին եղել է հերակա ձևով։ Այս ամենացավալի բանն էր, որ մենք դա ընկալեցինք հաղթանակ եւ մինչեւ այսօր էլ, ոնց է Քարոզարշավի ժամանակ բոլոր մնացած առիթներով մենք հաղթել ենք առաջին Արցախյան պատերազմը, չի եղել առաջին, երկրորդ, երրորդ, եղել է մեկ Արցախյան պատերազմ ակտիվացման տարբեր փուլերով եւ մենք այն պարտվել ենք։ Եթե մենք ուզում ենք ապագայում ճիշտ որոշումներ կայացնել, հասկանալ ինչ ինչոց է եւ դրանից հետո ճիշտ գործել, մենք պետք է կատարվածը ճիշտ գնահատենք։ Առաջին Արցախյան պատերազմի հաղթանակ չի եղել է որոշ հաղթական գործողություններ, ճակատամարտեր, ինչ որ շրջանների ազատագրում, սա եղել է, սա հաջողություններ, մեծ հաջողություններ, այդ նույն դրական խոսքերը կարող եք ասել այդ փաստերի հետ կապված, բայց հաղթանակ չի եղել։